Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը քննություն է հանձնում։ Նա մարդու իրավունքների եվրոպական դատանի դատավորի նշանակման հայտ է ներկայացրել։ Մոտ 2 ժամ նրան քննում է հանձնաժողովը, որի անդամներից մեկն էլ գործող օմբուդսմենն է։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական տված Արմեն Հարությունյանը ներկայումս Ուկրաինայում մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ներկայացուցիչային ինչ որ ես գիտեմ, ես անկեղծ ասեմ, հատուկ չեմ պատրաստել, որովհետև Ուկրաինայում հնարավոր չէ հատուկ պատրաստել։ Կլինեմ, լավ է, չեմ լինի, ուրեմն ավելի լավ տեխնացուներ կան։ 13 իրավաբան ցանկություն է հայտնել Հայաստանը ներկայացնել Եվրոպական դատարանում։ Փաստաբան Արա Ղազարյանը հստակ պատկերացնում է, ինչպես կաշխատի, եթե ինքը նշանակվի Եվրադատարանի դատավոր։ Պետք է զարգացնել մարդու իրավունքները եվրոպական մասշտաբի, ոչ թե կենտրոնանալ մեր Հայաստանում, որովհետև եթե մենք խոսում ենք եվրոպական իրավունքի մասին, դա այն իրավունքները, որ մենք այսօր կիրառում ենք։ Հարցազրույցից հետո հաջորդ փուլ կանցնի 3 տեխնացու եւ ցուցակը կուղարկվի Սերժ Սարգսյանին։ Եթե հանրապետության նախագահը որոշի հաստատել ցուցակը ուղարկվելու Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողով, որտեղ հատուկ ընթացակարգով արդեն ընթացք կտան գործին եւ ընտրվելու է մեկը Հայաստանից, իսկ մյուս դեպքում, եթե ցուցակը մերժվեց, լինելու են նոր ընտրություններ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված տեխնացուների ընտրության մրցույթի հետ կապված արդեն լուրջ քննադատություն է հնչել։ Իրավունքի Եվրոպա միավորումը հայտարարել է, թե 3 տեխնացուները Արմեն Հարությունյանը, Արայիկ Մելքումյանը եւ Նորա Կարապետյանը իրենց փաստաթղթերը ներկայացրել են սահմանված ժամկետից սեպտեմբերի 24-ից ուշ։ Ժամկետից ուշ փաստաթղթեր ընդունելու հովանավորչության նշան։ Լրագրողները Վճռաբեկ դատանում ընթացող քննությանը հետևում էին էկրաններից։